Carte sur table. Une émission proposée par Alp FM. Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ օրհնյալի հայտնությունը Քրիստոսի։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ սիրելու ընտիրներ։ Այս խորհրդավոր եւ տոնական օրվան առիթով բնական էր, որ մեր այսօրվան կարծրատիպ հաղորդումը նվիրված լար Սուրբ Ծնունդին եւ եկեղեցու, նաեւ ֆրանսահայ թեմին, որ իր մարտահրավերներով եւ խնդիրներով պետք է հետաքրքրե ֆրանսահայերեն շատերը։ Այս առիթով ցեզի կներկայացնենք մեր հանդիպումը ֆրանսահայ թեմի առաջնորդ Դերվան arczepiskopos Հովհաննեսյանի հետ, Աստված օգնական սրբազան։ Աստված բավական։ Արդեն ավանդություն դարձած է, որ մենք հանդիպենք ամեն դարվան սկիզբը եւ զրուցենք թե կրոնքի, քրիստոնեության եւ թեմի հարցերու մասին։ Առաջերտին բնական է դոն է, եթե դոն է ուրեմն գերուխում գա, բայց ի վերջո որն է իսկական խորհուրդը ծնունդի։ Նախ եւ առաջ ես ուզում շնորհավորել ձեզ Սերլի Վարդան եւ այս ժողովուրդը նորդարվա եւ Սուրբ Ծննդյան դոնի առիթով Սուրբ Ծննդյան դոնը Աստուծո մուտքն է մարդկության բազմության մեջ, որովհետեւ մարդ ցերպազացվի ասաշխարի գավանքներեն եւ արժանա հավիտենականության։ Ծնունդով Աստված մարդացավ, որովհետեւ մարդ Աստվածանա։ Երևաբար որ մենք Սուրբ Ծնունդ կնշենք, մենք բարձրապես 2017 տարի առաջվա դեպքը չենք հիշել, անհանգարևոր է բավական դեպք, որ Աստված մանրացավ Հիսուս Քրիստոսի անձով, բայց մենք նաեւ ամեն տարի կնշենք այդ մանրացման եւ մարդացման դեպքի հետևանքը որն է։ Մենք այսօր արժանացանք հավիտենական կյանքի Քրիստոսի շնորհիվ։ Աստված մարդ եղավ, որովհետեւ այդ հավիտենական Աստված դառնա զոհ եւ այդ զոհ դառնալով քավե մեր մեղքերը եւ այդպեսով մենք արտարանանք ետ դառնալու հավիտենական կյանքին, ուր մենք վրընդվեցանք մեր մեղքի պատճառով։ Երևաբար որ ծնունդ կդոնենք, մենք կդոնենք ծնունդը մեր փրկության եւ մեր հավիտենականության։ Իսկ սա արդյոք կնշանակե, որ քանի այդպես է ուրեմն կարելի է մեղքանդատար գործել, քանի կավություն կա։ Ես մեզ դիգուց ասացում գարցնեի մտքիս մեջ։ Այո եւ ոչ, այո անարմով որ մեր փրկակին արդեն վճարված է Փարքիրոջ։ Հիսուս ինքը դարձավ փրկակին, ransom մեր մեղքերուն։ Երևաբար ինչ մեղք որ կործենք կամ կործածենք կամ պիտի կործենք, Հիսուսի խաչերքությամբ եւ մահվամբ ներված է։ Սակայն այս փրկակին աստվածությունը դրված է միայն անոնց, որոնք հավատան Հիսուս Քրիստոսին։ Եվ եթե մենք հավատանք Հիսուս Քրիստոսի որպես մեր փրկիչը, երբար մենք պետք է հավատալի մեր ուխտին անոր հետ, նոր ուխտին, նոր գդագին, որ ան արյան կնքեց մեզի հետ։ Եվ եթե մենք հավատալի ենք այդ ուխտի, ուրեմն պետք է ապրենք իր ավետարանի համաձայն եւ որ գնշանագե պետք չէ դիդման կիդնալով մեղ գործենք սրախոսությունն են կողնանք ասելով որ Հիսուս մեզ բիդներ է Հիսուս մեզ բրգեց որովհետև ան մեզ հրավիրեց տաշնագից լակետ եթե գուզենք այս նոր ուխտին որն է Հիսուս Քրիստոսի խաչելության հերևանքը որպես բրգակին մեր մեղքերու իսկ եթե ես ընդունիմ այդ ուխտը Քրիստոսի հետ բայց ելամ իմ գործերովս եւ իմ մտածմունքովս եւ իմ արգելներով ժխտեմ այդ ուխտի պայմանները անիմաստ կդառնան ես հավատալիմ անց չեմ այդ ուխտին ինչպես աշխարհական իսկ որ երկու օգիդարը համացանին կոնտրակտ ստորակրեն եթե միշտ անց այդ կոնտրակտի պայմաններով հավատալիմ չմնաց
ամիջապես կոնտրան չեղված կսեպի։ Բայց կարծեմ, որ Հիսուս չեղյալ չի սեբեր ի վերջո այդ կոնտրան։ Անշուշտ վերջնականորեն ինքը միտ որոշ է, մեր վերջ ինչ կսեմի տատեք, դարավարտուդի իրեն մնացած է, բայց մեզ ասած է, եթե հավադարին չբնակ այսուղտին, ինչպես որ արաբներու մեջ անք բացադրե, ինձի մեզ եք ով դեր, մենք վարլովը դարտացին աղոտին, ես ձեզի մեզ մեզ չեմ դաշնար, որ ծեր շուրտեր իվանուն սուդային, ծեր շուրտերով կոց ինձի աղոտեիք, բայց ծեր սրդերը, ծեր կոնձերը իմ արոդարից նամացային չէին, հագովոս արակյալ գսե, հավատք ինչ է, եթե հավատքը չտակ մանվի կորձի, այսինքն հավատքը, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսով կոնկրետ ինչ կնշանակե ապրիլ Հիսուս Քրիստոսի բادرաններով։ Այսուհանդերձ քրիստոնեական կրոնքը բարի կրոնք է, այսինքն հանդուրժող կրոնք է, նույնիսկ կավության առանց կավություն խնդրելու ի վերջո մեղանչողի նկատմամբ ճիշտ է վերջին դատարանքը եւ Դադաստանի մասին խոսվի, բայց այդ տպավորությունը կա, որ ի վերջո բարի կրոնք մնե, ազնիվ կրոնք մնե, երբ ոչ թե մյուս կրոնքները դատաբարտելու համար է որ գսեմ, բայց արդեն այդտեղ ավելի վճռական, ավելի հարցակողապաշտ, ավելի այսպես բարդատրող օրինակամար իսլամ կրոնքը, որ ունի ծրագիր տարածվելու աշխարհով մեկ։ Ճիշտ եք անարմով, որ քրիստոնեությունը սիրո կրոնքն է, Աստված մեզ գրավիրեն ճանչնանք, որպես սիրո հայրն է, ներողամիտ հայրն է, որ իր հանրակ որդին ներեց հագարակ որան մսխեց իր որ հարստությունը ամբողջ կյանքը փչացուց, բարձր որ որոշեց ետ վերադառնալ հայր եղավ, մինչև կես ճամփան դիմավորեց իրեն։ Ադարմով ճիշտ է քրիստոնեությունը սիրո հավատքն է, բայց ես հավատացան չէ, որ ուրիշ գրոքներ կան, հոս շատ արբադական խնդիր ունենք։ Ես հավատամ միան մեկ ձև կա Աստծո մոդենալու եւ փրկվելու, որն է քրիստոնեությունը։ Եթե ուրիշ դարբեր հավատներ անելային, անադեմ Քրիստոսի խաչերություն անիմաստ է դար։ Եթե մենք գնանք փրկվել ուրիշ ձևով, չեմ ուզել ուրիշ գրոնք, դեսեք գրոնք եւ հավատ դարբեր են։ Գրոնքը մարդու գոմեն շնված օրենքներ են հիմնվելով գաղափարախոսության վրա, որոնք գավադան աստվածային գաղափար։ Քրիստոնեական գրոնքը մարդոց կողմ է, եկեցի կողմ է, սահմանված օրենքներ են, կանոններ են, եկեցվող կանոններ եւ այլն, որոնք հիմնված են, ինչ որ մենք գավադանք աստվածային հայտնությունն է Հիսուս Քրիստոսի կարողության մեջ։ Մենք գավադանք Աստծո հայտնությունը միայն Հիսուս Քրիստոսի միջոցով եղավ, քակատնագետ։ Եվ այդպես այդ ուրիշ հայտնություն, առաջ գար ուրիշ հայտնություններ մարգարեների միջոցով, որ եղավ ամբողջացավ Քրիստոսով։ Քրիստոսով։ Հետևաբար քրիստոնեությունը Եվ նաև ըսավ Քրիստոսը, որ պիտի կան սուտ մարգարեներ ինձ մե վերջ։ Բայց հիմա արդյոք սա ինչ կնշանակի էկումենիզմը դիվանագիտություն է լոկ։ Ոչ, էկումենիզմ բառը փուն բառը կնշանակի միջ եկեղեցական, այսինքն Քրիստոսի եկեղեցին մեկ է։ Բայց այսօր ճշմարտաբար բարագտված է, ունենք կաթոլիկ եկեղեցի, ունենք օրթոդոքս, ունենք հայաստանյաց եկեղեցի, ունենք պրոտեստանտ եւ այլն, որն էկումենիկ շարժումը շատ կարևոր շարժումն է, այս դերքերը բուժելն է եւ եկեղեցին միացնելն է, միասին դառնալ, որպես մեկ մարմին Քրիստոսի, որ Քրիստոս մեկ է, հետեւաբար եկեղեցին պետք է մեկ լինի։ Ոչ թե աշուշ կա հայկական եկեղեցի, որ հայերով կառուցենք եւ հայկական ավանդությամբ մեր հայկան ինքնությունը պաշտպանենք մեր հավատքի միջոցով, ադիմիրնա հայկան եկեղեցի, բայց թավարական բաժանումները որ կան, որ գվարակդեն եկեղեցին, անոնք լուծելու հույսով է աս էկումենիկ շարժումը։ Սա քրիստոնեական ընտանիքն է, իսկ ոչ քրիստոնյա գրողների հետ հարաբերությունները։ Ուրեմն երբ դարբեր շրջաններու մեջ մենք կհարկենք բնականաբար, բայց նաև կընդունենք մյուս գրողները, սա կնշանակե, որ աստվածաբանական առումով ինչ որ սխալ բան կա այդտեղ, այսինքն այդ կրոնքները պետք չէ որ գոյություն ունենան, ինչպես որ իրենց աչքով որոշ կրոնքներ կան գոյություն ունենալ, որտեղ իրենք են ճիշտը։ Իրենք անանգիս են, մենք չէ, մենք ինչպես որ դուք շատ ճիշտ եք, քրիստոնեությունը ներողամտության, համերաշխության, մենք նույնիսկ գաղութենք մեր թշնամիի համար։ Հետևաբար մենք երբեք երբ որ
Քրիստոսյանը դիաբետած դառնում, երբեք չարկիրած եկեղեցին, թագավորներ գալի իրենց շահերով համարած են, եկեղեցին երբեք չարկիրած ուրիշ հավատներու գոյությունը, այսինքն դու գնաս ես գավադամ Բուդային, եւ մենք չենք կարելի չենք սպանել Հայաստանի մեջ կամ Բերգեցի մեջ։ Չնայած պատմություն ունեցած է իր էջերը։ Այդ ժողովուրդը եւ թագավորությունները դրան օգտագործել, սակայն Հիսուս սկսել ներել ճշնամիտ, աղոթե ճշնամիտ համար։ Հետևաբար մենք հագարակ չենք ուրիշ գաղափարախոսություններու գոյության, որոնք իրենք ներկայացնեն աստվածային հայտնություններ կամ գաղափարախոսություններ, որոնք հիմնված են աստվածային հայտնության վրա։ Մենք գսենք մեր գիծածին համաձայն աստվածահայտնությունը եկած է մարգարեների միջոցով հազարավոր դարիներու ընթացքին, որոնք մարգարեացած են Մեսիայի Քրիստոսի քարոստի մասին, որոնք ակադագել եղած է Քրիստոսի քարոստը, որն է մաննացումն աստվածային, եւ մենք հավատանք դա միակ միջոցն է Աստծո հետ հարաբերելու։ Բայց դե ուշեր գազեն գաջիշտեն թող շարունակեն Թադաբարդության օրը կիտան գանտևին գերնիկ նայք։ Այո։ Onlar ազգություն ունեն իրարետ։ Իսկ հունվար 6-ի դրամապանությունը մենք բնականաբար հայերս սկսենք ու կկրկնենք, մի խնդրեմ անգամ եւս կրկնենք, որովհետեւ շատեր դեռ չեն հասկացած, կգարձեն որ ինչ որ տոմն է, իրենք 24, մենք ալ իրենք 25, մենք ալ 6։ Որն է դրամապանությունը 6-ի։ Նախ եւ առաջ սկսենք հաստատելով, որ Աստվածաշունչը թվականը չի դար Քրիստոսի ծննդյան։ Այսինքն Աստվածաշունչը չսեր, որ օր ծնավ Հիսուս, չեն գիտեր։ Բայց ամենահին արձանագրված թվականը Քրիստոսի ծննդյան հունվար 6 եղած է, հունվար 6-7։ Հիմա հին օրերուն սովորություն ուղար օրը սկսեր արև բուտկեն, իչև միսոր արավոտ, իչև կեսորին ետքը։ Անանակիշերը նախադոնակ գնեինք, արավոտ դոնը գնեինք։ Նայ պետք է երկրորդ կարևոր կետ նաշեշտել, Հիսուսի ծնունդը այնքան կարևոր չէ ժողովրդի համար, իչև 33 դարի վերջ որան հրաշապար հարություն գործեց։ Ուրեմն 33 դարի վերջ հարություն եղավ ժողովուրդեսին ով է ասմարդ, դառնանք նայինք։ Եվ կվաները չկար Facebook եւ դոմաներ, դժվար էլեկտրոնիկ դոմաներ, գային հրյաներ լավ գբային։ Ետ դարձան բրբդեցին դասիսուս ետ բնածնազնայվ ավետարանները պամու չեն էսեր։ Ամենահին արձանագրված տվականը հունվար 6-ն է, վատվե շարունակվեցավ։ Եվ վերակրկրան է, որ նույնս այդ տվականը միան ծնունդ չենք սեր, կսենք ծնունդ եւ աստվածահայտնություն։ Որովհետև ինչպես սկիզբ իմ խոսքիս ասի, ծնունդը մեզ համար բարձրապես մեկ մարդու ծնունդ չէ, սուրբ ծնունդը մեզ համար Աստուծո հայտնությունն է մեր մեջ, Աստված եկավ մեր մեջ ապրի, մեզի հրավիրելու համար, երբ հայերեն բառը Էմմանուել, նշանակե Աստված մեզի հետ, Աստված ընդմեզ է։ Հետևաբար առաջի օրեն քրիստոնյաները ծնունդի դոն ընդունեցին, որպես Աստուծո հայտնությունը իրենց մեջ Եվ անով ասիկու դորեր միշտ նուզուգահերվին և անոր համար է, որ մենք նաև ծնունդի օրը գնենք Քրիստոսի մգրդության դոնը, որ մգրդության օրն Աստված հայտնվեցավ, երկինք բացվեցավ, վեշտակներ իջան, և Աստված ինքզինք հայտնեց Հայր Աստված, Սուրբ Ոգին աղավնագեր վիճավ, և աս ամեն դեպքերը, որոնց միջոցով Աստված ինքզինք հայտնեց իր ժողովրդին, կհավաքվին և կդոնվին հունվար 6-ին, որպես աստվածայնություն։ Արևմուտքի մեջ, քանի որ հունվար 24-25-ին կնշվեր արևի դոնը, լույսի դոն, եւ այդ դոնի որպես հետանուսական, այո, եւ քանի որ դոնի հետ փարադոններ գլային, քայլարշավներ եւ այլն լույսի հավեր, արևմուտքի եկեղեցին որոշեց փոխել այս սովորությունները, հեսա որ քանի որ չեն արմադախիլն են այս փարադոններն ու քայլարշավները եւ չեմ ինչ, մի բահենք այս դոնը, բայց Բիդի գաբենք Քրիստոսի ծննդյան հետ։ 12 օր բիդի ստեղծենք, հունվար 6-ին 12 օր ետ բիդտանանք, ուրեմն ծնունդի առաջի օր բիլա հունվար տեգնենք 25, և մենք 12 օր բիդի հաշվենք, և այս 12 օր ատասկին գատու երեցին գնեշե մոքերու այցելությունը, հրեշտակներու հայտնվիդը հովիմներուն, այս ամեն աստվածաշնչյան տեպքերը, որոնք ապված են Հիսուսի ծննդյան դեպքի հետ, արևելյան եկեղեցին նշե 25-ին մինչև
հունվարվեց հերակրկրան է հունվարվեց միջև այսօր ենք նվահել որպես աստվածահայնություն որ հին ամենահին տոնն էր մենք Հայաստանի մեջ կամ Արևելքի մեջ բադավոր չէինք ասպոփոխություններն որ մենք չունեինք Արևի տոն հունվար 24 Բայց կաթողիկե եկեղեցին ինքնին բարդացրեց ընդհանրապես եկեղեցիների վրա իսկ ապրիլ 7-ին որ աստվածածնա հղիության օրն է արդյոք սա կնշանակի նաև որ եթե 9 ամիս չնայած որ երեխաները անպայման չէ որ ճիշտ 9 ամիս մնան իրենց մոր արկանտի մեջ բայց եթե 9 ամիս հետ երթանք արդեն կհասնենք հունվար 6-ին այսինքն ծնունդ հղիացում են դեպի 9 ամիս հետո հունվար 6 Ահավասիկ շատ ճիշտ է շատ գեղեցիկ դիսական փաստ կներեք որ նախնական եղեցին միշտ ընդունած է հունվար 6-ը որպես ծննդյան նոր որ գատու եղեցի միջև այսօր ապրիլ 7-ը ընդունի որպես աստվածածան հղիության տոն Շարունակելու համար քիչ առաջվա մեր զրույցը շատ բարձ հարց ով է քրիստոնյան այսօր ով կրնա ասել ես քրիստոնյա եմ որոնք են ճապանիշերը բացի այն ուխտեն որուն նշում կատարեցի քիչ առաջ Արորյան քրիստոնյայի կերպարը վերաբերմունքը ո՞րն է Քրիստոնյան ըստ աստվածաշունչին նոր գտակարանին Քրիստոսի աշակերտն է այսինքն անձը որ իր կյանքի տարիները կանցնե փորձելով սորվիր Հիսուսեն եւ նմանիր Հիսուսին ընթացքն է որ իր կակատագետը գասնի հավերական կյանքի մեջ մահեն ետ ամեն քսալ իր փորձենք եւ պիտի չնանք պիտի իմանք մեր պիտի գործենք այլ բայց որքան որ փորձենք անգամ որ գզորանալ են հավատան անգամ մոդենալ Քրիստոսին քրիստոնյան անձն է որ գիտնալով աշխարհի վիճակը գիտնալով որ աշխարհի մեջ մերժված է Քրիստոս, հաշված է Քրիստոս, աշխարհական իշխանությունները թալաբարդեցին իրեն, հակառակ որ Պիլատոս մեղ չգտավ մեջ, բայց ջնջումի դա կսավկացեք, ինչ որ ուզեք։ Քրիստոնյան գսե ոչ, ինձ համար ճշմարտություն կարևոր է, ես հավատամ Քրիստոս ինքն է փրկիչ եւ դերը եւ վերաբար ես իրեն ուխտին, իրեն ավետարանին հավատարիմ դիմանամ։ Եվ այդ աշակերտն է, որ յանքի տածքին չանք կտաբե թիրուն չէ, նախ սորվիլ գարտար ավետարանը, մեզ միշտ հայդեր ավետարան չեն գարտար, նախ գարտար ավետարանը հասնան Իսուսի ինչ ասավ, ապա մեր մտքի մեջ անդրադառնալ ինչ աստվածը ճիշտ է, սխալ է, ընդունիմ չեմ ընդունիր, եւ ապա կորձի տնեն, ավերատիժվար բաժինը, Քրիստոսի բادرանները կորձի տնեն մեր յանքեն ներս, ուրեմն աշակերտը կամ քրիստոնյան անձն է որ լրջության աս երեք ընթացներում երևի ուսանիլ սորվին չէր որ ես 10 տարեկան էի շատ բան չէի գիտեր ասաշուչար դարձնող Եսուս իստես դրոցես հայ դրոցի որ գետակ շովեի ապա մտածել երասակության դարիներուն եւ այլն ինչ աս հավատքը ես ընդունիմ չեմ ընդունիր գնամ ապիրաս հավատքով կամ ոչ եւ երրորդ ընթացքը կորզի դրեն է հագարակ հագա հոսակներում որ գա քրիստոնեության դեմ Ձեր նշածները քայլերն են իսկ գործնական արարքները որոնք են օրինակներով առօրյա կյանքի մեջ այն ինչ որ իսլամ են հրյա են բուդդիստ են գլզանազան են քրիստոնյան ինչ որ Քրիստոս իր ավետարանի մեջ բանջեց մեզ անոր իրակորձում այսինքն աղքատներուն օգնել հիվանդներուն այցելել դգարներուն որպևայրներուն որպերուն եւ այլն հաստիլ օգնել թշնամին ներել աղոթել անոնց համար որոնք մեր դեմ գելան եւ ի վերջո կարեւորակույնը զասված պարապանել մենք ստեղծված ենք Աստծո կողմը եւ չենք հնարավորնալ որ մեր բարդականությունը Աստծո փառք տանք ագետ գումորնանք մենք կարծենք որ եթե ես աղքատներ օգնեցի եւ այլն ապա վրա դա ինչպես ես տամ հրյական իսլամը լամ եւ աղքատներուն օգնեմ եւ հիվանդներուն այցելեմ այո բայց կարեւորակույնը զասված ճաշտերն է ընդունել որ ես Արարած մնեմ ինձի Աստված ստեղծեց եւ Աստված ինձ գսիրե եւ ինձ մեկ սպասե որ իրեն ամենադեմ բարև մտամ շնորհություն հայտնեմ դժվարությունները սերը գիսեմ Աստված ինձ ավետարան մտավ գարտամ հասկնամ
Եթե մենք ուզե ինժեներելա կամ բժիշկելա 6-7 տարի քիրքեր գարտան օրենից գարտուգեն այդ քիրքերով որովհետեւ ընդունինք կամ արժանի լավ բժիշկ դառնալու կամ հաշվաբահ դառնալու եթե ես ուզեմ քրիստոնեան լավ ինչպես գնամ սեվել որ ես գնամ ապրիլ քրիստոնեություն անած այդ քիրք գարտալու ուրեմն կորստական արտադրությունները ոմանք այո ընկերային սոցիալական են աղքատներ օգնել հիվանդներուն հասնին թշնամին ներել Երգիր ուրձնանձես անոն օրենքներով ապրիսկսե գայսրին դուրանչ որ գայսրին է, հարկեր երգիր օրենքները, բայց նաև զասված բաշտել, ընդունիլ համոզվիլ որ ասված կա, մեր բարակային Հիսուս Քրիստոսի միջոցով որ ինքն է որ մեզ ներկայացուց, ինքը որ ձնավ մեր մեջ ապրեցավ 3 տարի քարոզեց մեզ համար, Քրիստոսին փառք տալ, աղոթել եւ հարաբերություն ստեղծել աս գենտանի աստորեն, ասվածան գուտ մչե դեմ շենք մչե արցան մչե Ասված մենք գավանան գենթանի էյությունն է և աս էյության հետ պետք է հարաբերիլ և խոսակցիլ և ինչպես ոչին դժվարություններ, ուրախություններ, խնդրանքներ, շնորհայություններ հայտնել։ Սրբազան հայր, Հիսուս ինք հորդորեց, գացեք, դարաձեցեք, քարոզեցեք, անուն հոր և որդվո և սրբո հոգվույն։ Ճիշտ է, որ այդ աշխատանքը կատարվեցավ մանավանդ առաջին տարերուն։ Այսօր այդ Քրիստոսի խոսքը քրիստոնյա ընտանիքեն դուրս, դեռ չեմ ասել թե քրիստոնյա ընտանիքի մեջ պետք է վերագենտանացնել, ինչպես տարածել, որտեղ նպատակը դուք նշեցիք, եթե հայտնությամբ մենք կընդունենք, որ սա է ճանապարհը, Քրիստոսի ճանապարհը, ուրեմն պետք է ամբողջ մարդկությունը տանի դեպի այդ ճանապարհ, որովհետեւ փրկվի մարդկությունը, կանիք եկածեր մարդկության եւ ոչ թե հատվածի փրկության համար։ Այսօր իսլամները, բացի իսլամական երկիրներեն, արդեն Եվրոպան գուզեն իսլամացնել։ Լոնդոնը լավ գճանչնակ եւ գիտեք ինչպիսին է վիճակը այդտեղ, փողոցներում մեջ կրոնապողության փորձ կկատարվի։ Պայման չէ որ մեթոդը ճիշտ է, բայց որն է Հիսուսի հորդորի իրագործումը այսօր քրիստոնեության կողմը։ Տարածելու, քարոզելու Քրիստոսը։ Եվ որ կսես որն է քրիստոնեության կողմեն, հարցում հստակ չի քրիստոնեություն որպես հաստատություն ինչ կհասկանալ։ Այսինքն քրիստոնյա դարձնել ոչ քրիստոնյաները, քրիստոնյաները եկեղեցին։ Ուրեմն գայոր գետ բգա, տեսեք ես թուրքական քանջեցիկ իսլամությունը, ես համերաբության համար։ Զարմանամ, որովհետև երիտասարդներ, փողոցներ ես մեր երիտասարդներում մեջ Երանի ատոքին լա, երտան եկեղեցի տուր գենան, եկեղեցի տուր, և իրենց իսլամությունը քարոզեն, երիտասարդներ, այնքան հբարդ են իրենց հավատքով, այնքան համոզված են երիտասարդները, ես տեսած եմ, նույնիսկ Ֆրանսա, կաթեդրալներ տուր գենան մարդի, ոչ թե ներսը դուրսը, հարկանգով, լավ հակված, գիտեմ, որովհետև բգայես պետք է տուն համոզված լաս, որովհետև համոզված լաս, քո հավատքի հաստատությունը պետք է կարողությունն են, biz դիգուց քեզ պատրաստել։ Եվ որ գաբրիս Ֆրանսիայի պես երկրի մեջ, ուր արդեն երկրորդ, երրորդ սերունդը, չորրորդ սերունդը լայիսիտե բանով մեծած է, ուր հավատ երրորդական գտանա։ Երկիրն ուր դրոստերու մեջ գրոն կհազիվ շաբաթը մեկ ժամ կդրվի կամ չդրվիր։ Երկիրն ուր հավատ գերեցին ժխտական դինամիլով գտիդվի։ Գլխավորաբար գատու գերեցի միշտատարյան բանության բանջարավ։ Մենք չենք միացած արանք վիճակները գերեցի մեջ, ինչ որ միշտատարյան գատու գերեցին նեցեր է։ Հարկավաճ հարուստ վանքեր և գյուղի մեջ ծորի մեջ աղքատ ժողովուրդ բան ճիշտ հագարակ եղած են, մեր բանականները աղքատ խեղճ գյան կաբրած են։ Հետևաբար եկեղեցի զորությունը ժողովրդի հավատքի զորությունով է, և ժողովրդի հավատքի զորությունը կպահանջի տասնյակ չնան ծրագիրներ, դպրոցներ, Երևանա է մինչև այսօր Ֆրանսիայով հայ եկեղեցվով կատեխիզմ չունենք, այսինքն քրիստոնեականը չունենք։ Եթե մենք պետք է ընդունենք Ֆրանսիայի մեջ 4-ին ամուսներ մեկ հատը, օդար մեկու հետ է։ Ասեն որ հայրը կամ մայրը իր հայ հետ, հայրը մի չխոսի։ Լավ, անոր ինչպես պիցորեցնենք
Հայաստանից եկեցող հավատքը։ Մորցիր, որ երկու հայ ծնողներու զավակներ արդեն հայերեն չեն խոսի, որ երկրորդ, երրորդ սերունդը արդեն ֆրանսերեն խոսին։ Եկեղեցին ինչ ըրած է, կամ հայ ազգի ինչ ըրած է Ֆրանսիայի մեջ, որ դիմակայենք այս խոսանքը։ Ես գիտեմ ձեր տարի մեջ ուստեղ երասատներ կան, որ հերակրկրված են ուրիշ կրոնքներով, որոնք նույնիսկ կացած են ուրիշ կրոնքներով, ես գիտեմ։ Ոչ թե որովհետև ոնդեղ աղջիկամեցի հարվածի կամ նայի հետ, այդ կաղապարախոսությունը հասկացած է և երաբնտ է, բայց մեր Ֆրանսայի հանայքի մեջ ես ցեզ գոչնեմ, ցեզ ժողովրդին գոչնեմ, մեր երասատներ ուր լիցորվին հավատք, ծնողները եկեցի չեն դանել իրենց, ծնողները եկեցի չեն երդար, Սուրբ Քրիստոսության չեն մասնակցիր, տասները որ իրենք բադարակի չկա, ժողովուրդը շատ հազիվ 50-60 հոգի ունկա, Պարիզի մեջ, որ 150,000 հոգի ունենք։ Դպրոցներու մեջ պետական օրենքներու բերմամբ ստիպված ենք շաբաթը կամ գեշ ժամ կամ ավելի քիչ կրոնքի 10 երևաբար լուրջ հարցում է ինչպես պիտի գնանք վերահաստատել համագարտումը, որ գնանք քարոզել հավատքը մեր երեխաներուն բադաններուն, որպես իրենք գնանք հվարդությամբ գնանք տուրերը եւ իրենք քարոզել։ Հիմա այսքանսի բարձրապես բادرաստերու համար այսօրվա վիճակը մեր եկեղեցին եւ ժողովրդին, բայց միշտ կոմենալ գուզեմ տրական շեշտն արտնել, որ մենք սկսած ենք, հիմա ունենք երդասարտած համացանց է, որ Ֆրանսիայի շուրջ արաբիներու մեջ սկսանք, արդեն 3-4 տարի է, գազմագերբված իրենց մասնաճյուղերով եւ ասոնք իրենց ծրագիրներ ունին, ամեն տարի գավակվին ամենամիս եւ դարեգան համաժողովներ գնեն։ Մենք ունենք տասնյակ ծրագիրներ, էտյուդ բիբլիկ, Սուրբ Քրիստոսություն, դասախոսություններ, այս տարի առաջին համելարով մայրդաջարի մեջ բինենք հայերենով եւ ֆրանսերենով մեր հին ծննդյան թվականով, նոր դարվա թվականով ունվար 13-ին խնջուքի պես անանք արարողությունը մայրդաջարի մեջ մոմավարությամբ հայերեն եւ ֆրանսերեն, որովհետեւ ֆրանսախոսներն ալ հանկիստ կան, ֆրանսախոս հայերը հանկիստ կան մասնակցին։ Ծերացուն բարձրանալով եկեղեցին պետք է երթար ժողովրդի մեջ։ Մենք կփորձենք մեր ավանդական ձևերով, դնորքներով, քահանաներ միշտ ժողովրդի շփման մեջ են։ Ես միշտ գայցել եմ ամեն գիրակի դերն եմ, Մարսեյ, Բալանս, Նիս, Լիոն, Փարիզ, քահանաները միշտ գայցել են դուներ իրենց սահմանները ներս, երդասարտներու ծրագիրներ, այսպեսով պիտի փորձենք ժողովրդին հասնել։ Սրբազան ես գիշեմ մեր նախորդ զրույցներեն մեկուն ընթացքին այս հարցը տրի, բայց այնքան կարևոր է եւ ամեն բահի խոսակցություն է մեր ժողովրդի մոտ գղերականի օրինագելիությունը, որովհետեւ ի վերջո այդ հավատքը, որ պետք է ներշնչվի երիտասարդներուն, որբեսի կանգնին եկեղեցվո տրան առջև եւ իրենց հավատքը քարոզեն ուրիշներուն, պետք է որ օրինակ վերցնեն կաթողիկոսեն, առաջնորդ սրբազանեն, հոգևոր հովիվեն եւ ինչու՞ չէ սարգավակեն։ Օրինագելության խնդիր կա, դուք ինչպես կպատկերացնեք, ճիշտ է որ դուք քիչ առաջ ասիք, երբ մենք մեղք կգործենք, այսինքն բոլորս մեղք կգործենք, նաեւ գղերականները։ Բայց ի վերջո իմաժի խնդիր կա, վարկի հոգևոր հեղինակության խնդիր կա, ինչպես այս հարցի առաջ կառնել եւ այստեղ կմտնենք նաեւ ապակա գղերական պատրաստելու խնդրի մեջ։ Շնորհակալություն հարցումը շատ կարևոր հարցում է եւ լուրջ վերքի վրա գտնես մադդ։ Սկսենք չարտեն, ցերասմանտեն յետք այնքան դժվար եղած է պայմանները հոգեվորականներ պատրաստելու, որ մեծ հայրս մեծ մայրս սկսեն, ով որ լավ ցար մոդել եկելու գանեն կահանագնեն։ Որն հոնդերեն պետք է սկսենք, սա է, ասկին, ցեղասպանության հետևանքները մեկն է, որ շատ քիչ գրված ասոր մասին եմ, եկեղեցին որքան դժուժած է, ոչ թե միայն շենքեր, ծրագիրներ, բայց նաև պատրաստական ընթացք, հոգևոր պատրաստման ընթացքը, մեր ջեմանանները, մեր վանքերը այրվեցան, վերջացան եւ այդպեսով ամեն սրբազան իր խեղճ թեմի մեջ փորձեց մեր երկու հոգի հավաքը եւ քահանան է։ Իմաժ ոնդերեն սկսի, ասոց մեջ ոմանք գայլի լավ ցայն ունեն, բայց անգան հավատացյալ չեն գիտեր, չեմ ուզել տեղաբարդել։
Ես որ բզդիգեի խորան կսպասագեի դու կգայր մի պատրաստ որ բարակույր կոսվեր ոմանք բարակույր են կադակներ բաներ նե ոչ շագրաստե եկեղեցի մեջ սուրբ խորանի արջը գեցերես սուրբ հավատում դասքի վերջը ես որ որ եկեղեցի զարմանայի որ ես պետք է սպես ասում պետք է հրեշտակներ լան խորանի վրա ես խորան բարձրամ բայց մեկ քաչ մատ վեճ դեսա որ չի ասում ինձ պես մահկարացու են աս սագավակներ եւ այլն ուրեմն As օրինակ փեմ Ցեղասպանյան մենք սերի վայտան դիգեի որպես եկեցին Ցեղասպանյան as հերևանները նոր սկսած է ցերպազանցվի Օրինակ մտամ Ֆրանսիայի մեջ որ 150 տարվա համայնք մնա Փարկավաճ համայնք մնա 25-26 զուգեր ունենք այսօր մեկ դրվանք չունենք Ասիացնամ ցեզդորելսի Ֆրանսիացին մեկ կհանա մենք չունենք մեր ժողովուրդ 150 տարի վայրդար հոսե մեկ զավակ չգնցած դալ իր եկեղեցի համար ես չեմ ասել Անտիլիաս կամ Էջմիածին կամ Երուսաղեմ կամ Բոլիս հոս մեր եկեղեցի համար Հերևան նույն գերին գտարնանք այսինքն նախա պատրաստական ընթացքը ինչ է հունդերը ցանելը որովհետեւ երասանները հբար դիսկան ասած այդպես image positive դրական բան պետք է լա հիմա անգլերով գսեն beggars cannot be choosers ակադեր չեն նա շատ բան ընտրել ինչ որ քեզի դրի գալի գարնես շատ բան չունիս Մեր եկեղեցի մեջ ադվիճակի մեջ են հիմա Ֆրանսիայի մեջ Եթե ես ունենամ 12 տեխնացուներ որ ուզեն սրբազան կհանալն ես անոնց լավ կստուկեմ տասիրակ չկանտացներ հոգևոր մարզանքներ վայ որովհետեւ քիննա որ ասմարտիկը լուրջ են բայց որ ես մեն ու գայդվի ամեն 6 տարի ստիպված է որով կահանայական ծառայության գարիկ կա այստեղ այս բալանսը ճշտելու համար ցելարաշվա արժույն գտարնանք Պետք է եկեղեցին ավելի ներկործոն ծևում մնա հայ օջախը, կարոզե Քրիստոսի ավետարանը, համոզե ժողովուրդը, որպեսզի մտնան իրենց եկեղեցի մեջը, ներկրավեն իրենց հոգևոր դուները, որպես ոնդեղ են գոչումներ ծակին և երդասարդները գնան նվիրվին։ Մենք գարջ բադասնան հարսումիտ, մեր գոմեն գարկավական կայներ բիդարնենք, եթե լսանք, որ կահանամը կամ սարգավակում, որ լուրջ իր գոչումին համացայն ճաբրիր, ծեբեր կա, գարկավական կայներ այնան չեսիրենք, սես և այլն, չենք ուզեն հունաստրել վիճանը, մենք ուզենք ավելի միս գոմեն լավ բադրաստված հոգևորականներ բերենք, որովհետեւ ամեն սա հբար գնանք։ Գոչ գնեմ, իրավես գոչ գնեմ, ես գավոտեմ այս գոչումի մասին։ Ծեբեր կնանք վանքմը, ջեմանամ պանանք Ֆրանսայի մեջ, ոչ ամրաման Փարիզի մեջ։ Ուրիշ դերմը, ու գոզը տողլնա, անաբադի մեջ Ֆրանսայի մեջ։ Բայց ինչու չէ օրինակի համար, ուրիշ օրինակի համար կաթոլիկ եկեղեցու համագործակցությամբ, ուր եթե դիսական հարցերը պետք է մենք դարբեր տեսնենք, Եթե աստվածապանական որոշ հարցեր մենք դարբեր պետք է տեսնենք, բայց համաքրիստոնեական հասկացողությամբ կարելի է ֆրանսախոս, ֆրանսացին նոր սերունդ պատրաստել կահանայության, որուն այդ նույն միջավայրի մեջ տալ հավելյալ հայ առաքելական եկեղեցու հատուկ դասընթացքներ։ Արդեն որ ես իսի ջեմարան ադի իմեդիուն է, որովհետև մենք միջնանք ամիջապես պատրաստենք 20 պրոֆեսոր, մասնակիցներ, քիմիական բաժին արդեն պիտի հենվենք կաթոլիկ քույր ջեմարանի հետ։ Ինչպես որ մեր այսօրվա ասենք արևելքի գղերականները կահանաներ, բայց հատկապես կուսագրոն կահանաներ վարդապետներ գերտան այլ եկեղեցիներու համալսարաններ, որովհետեւ իրենց աստվածապանական գիտելիքները ամրապնդեն։ 100% համաձայն քիդնական կետներ, սակայն դուք առաջված էր հարցում որ շատ կարևոր է։ Դիբարը օրինակը դա պետք ունի հոգևոր գերդումի։ Ադի գլա օրական արևոդյան ժամանակություն, երևոյան ժամանակություն, խոգումներ, մենք ջավանի մեջ մենք ավակշապատ հիանալի էր, կրետ ամեն օր ամեն ժամանակություններ գնենք, եւ անոնց միջև մեզ հետ մեկ ունեցել կահանամը, առաջնորդ սրբազան կարողը խոսեինք as հոգևոր պատրաստության մասին է խոսքս։ Քիդնական բաժին ուզենք չուզենք պիտի հենվին գաթողիկի եթերա այսօր ունենք մեկ քանի պրոֆեսորներ, բարձրոց ես կապ դաբի մեջ մետերնին բայց մենք պետք ունենք գետրոն դումը, որ հայ երդասարդներ ասի մեր հոգևոր դունն է, հոնդեր իրենց հոգևոր կրապարանն լա, հոնդեր իրենց մադուրը լա, եւ որ գուզեն մտնան աղոտեն, ձունգիկան, հոգևոր հայր հոնդեր լա իրենց հոգևոր ճամփորդությունը
ծևոն առաջնորդ է, ուղեկցի, ինչպես որսի հոգումներ, ավոտներ, անան գետրոնը պետք է։ Դե ոչ ամատ իբյուներ դա կաթոլիկ համալսարան, ինստիտուտ կաթոլիկ է, տանք PhD անենք, դուն տանանք, ակադեմիկ բան գլա, որ շատ անորաբետ կունենք, հբար դեմ ուրախ եմ, բայց եթե ուզենք հոգևոր գերդել, պետք է միապանական կյանք աղոտասած։ Ուրեմն լավագույն լուծումը կամ էջմիածին երթալն է, կամ բիգֆայա երթալն է։ Երկրորդ առաջ շատ կարևոր լուծումներ են, բայց ինչու՞ չէ Ֆրանսիայի մեջ, որովհետև եթե բիգֆայա գնաց, կամ էջմիածին գնաց, կամ Պոլիս, կամ Երուսաղեմ, երիտասարդը ստիպված փախում բիդնան հոնդերի, ասենք թե բիգֆայան, չէ՞ անենք, հայախոս Բիգֆայան մեր ունտիներու համար գիլիգիո կաթողիկոսության ջեմարանն է, որ Անտիլիասեն քիչ մը բարձր է։ Հայախոս մտնոլորտ մնե, միջնարևելյան հայախոս համայնք մնե, միջնարևելյան մտնոլորդի մեջ։ Հիմա բոլոր անգլերեն գրնան հասելերը։ Բայց ես այսօրվա երդասարդ վարտավետները բավական մոդեռն են։ Բայց ֆրանսահայ, որ մենք մգերտա, հազի մենք քանի բար հայերեն գիտեր, ալի հոն նստի ասվածապանություն սորվի կամ շուտժվար, կամ նույնպես էջմիածին, գիտես։ Հիմա ունին պրոֆեսորներ։ Բայց ինչ կնշանակի սա Սրբազան, այսինքն ֆրանսացին հայերեն չխոսող քահանան արդյոք ինչպես շատ հավանական Ընդմիջև շատ ներեք ֆրանսացին հայերեն չխոսող երդասարդը թե քահանա չէ եղած քահանա բիդի չնենք ուրեմն պետք է էջմիածին կամ բիգֆայա երթա որովհետեւ հայերեն եւս սորվի բայց ինչու հոստ չլա ադես սիրելիս որը հոստը դեսեք Ֆրանսայի մեջ մարդահրավերներ կան, դժվարություններ կան, որոնք դարբեր են Լիբանանին կամ Հայաստանի մեջ։ Որ հոգևորականներ ու կան Լիբանանում կամ Հայաստանին, իրենց ժողովրդի հետ հարաբերումը դարբեր է։ Մի քանի տարի կան, որ վարժվի եւ սկսին հանգիստ։ Իսկ սա արդեն ծեր մտքի մեջ ծրագիր է, թե դեսություն է։ Իրավես դեսություններ 3 տարի առաջ, 20 տարի եսած դեսությունն են, որ ամեն թեմ, ամեն մեծ թեմ, պետք է իր ջեմարանն Ամերիկա ունինք, եւ Վիեննանի ծրագիրն է։ Ես այդ ջեմարանի արդյունքն եմ։ Ակադեմիկ լավ պատրաստված մագարտարն է, բայց հոգևոր հայկական դումն է ոնդեղ։ Նույնիսկ ոչ աշակերտներ բուկային շաբաթավերջներուն, այդ հոգևոր մտրոնի մեջ մնային շաբաթավերջին։ Ես համոզված եմ անան գետրոնը պետք է արևմտյան Եվրոպայի մեջ, կոնե Ֆրանսիայի մեջ։ Ծրագիր հստակ չունին։ Ամենան հայոց կաթողիկոսի հետ խոսած եմ, մեծնան գինիկով վիապայի հետ խոսած եմ, հոստեղ մի քանի պրոֆեսորներ հետ խոսած եմ, որոնք պատրաստ են գորիզմը սկսին ֆակուլտեի, մի քանի փայրաններ հետ խոսած եմ, եւ Աստուծո հետ խոսած եմ, աղոթացած եմ, շատ աղոթած եմ, Վերջով պետք է սկսած լայի։ Ճիշտ է։ Եվ արա կարակ էր, բայց ես աշխարհական սուպեր։ Վերջինները դիտելան առաջին։ Սրբազան այր, մենք նաև գխոսենք դեր շատ խոսելիք ունենք թեմական աշխատանքներու մասին, որոնց մի քանի ակնարկություն արդեն ըրիկ, հատկապես երիտասարդության հետ կապված, սակայն ֆրանսահայ թեմը ունի ճանաչողության խնդիր Ֆրանսայի մեջ։ Ներքին նախարարությունը, երբ տարի 1-2 արիթով կգան չդարբեր կրոնաբետները, հայ առաքելական եկեղեցին, ինչպես հայ կաթողիկե եկեղեցին, չունի ներկայացուցիչ այդ կրոնավորներու խումբին մեջ։ Եվ հայ առաքելական եկեղեցին ներկայացված է, եթե չեմ սխալիր, ուղղապար եկեղեցիներու ղեկավարի կողմի։ Մենք այսինքն փոքրամասնություններու մեջ փոքրամասնություն մնենք։ Ինչպես սպակրել այս սխալը։ Ճիշտ պատրաստիկ սպակրել պետք է բնության խողովակների միջոցով հասնել այդ մարդկանց եւ համոզել, որ հայերը մեծ փոքրամասնություն են անդեր։ Մենք երկու առաջ փորձեցինք, իշեք կացինք միջև նախագահ անդրեցանք ճիշտ ադերմեն նպատակը, փուն նպատակ ադել, որ բարոն նախագահ դուք ունի կոստել 20-26 համայնքներ ֆրանսացի հայեր, որոնց համագարկասի եղեցին է, երևաբար, և ինք մարդցավ այո, ինչ չեք լավին հայ եղեցին, հոսավ, ես նուր չունեի, և մարդ խոստացավ մեզ, և ինք կարողային արսավ,
եւ հրավիրվեցան հատիեվեջ մի քանի բաներուն, բայց նախագահները փոխվեցան, հիմա գայսը ձայր պետք է սկսին, կամ չեմ դե ինչպես օնդեր վիճակը։ Բայց ներքին գործոս նախարարությունը նաև պատասխանատու է գրոնկներու։ Բայց անոնք մեզի հրավիր են, ասեմ, ներքին գործոս նախարարությունը ինչ որ ժողովներ բաներ գնեն, միշտ մեզի հրավիրած է։ Ընդհանրապես կամ ես, կամ փոխ առաջնորդը գերտա, երբեք չի եղած ներքին գործոս նախարարության ժողովներ, որ ես իմացած եմ եւ մենք չենք հրավիրված։ Բայց նախարարություն Էլիզեն, Բալատ եւ այլն, անոնք ըրած են բաներ, նույնիսկ վերջերս բաներն ավլեցեցի ես, որ միշտ հույներու արկիեպիսկոպոս գանչեն, որպես ներկայացուցիչ օրթոդոքս եկեղեցիներուն։ Միշտեր հայերը շատ ավելի կարևոր մոկրապաշություն, ավելի թիվով մեծ, եկեղեցիներով մեծ եւ այլն, եւ ավելի հին պատմություն ունի Ֆրանսիայի մեջ։ Այլ ուրիշ մարտահրավերներ կփորձենք մեր զանազան գաբերով շեշտել այդ կարևորությունը։ Ֆրանսիայի համայնքը այսօր հարկված եւ նշмарված համայնք է իր մեկ կողմեն աշխատասիրությամբ, մյուս կողմեն որոշ հատվածը ցուլված, բայց մյուս հատվածը, ինչպես ֆրանսերեն գսել, ինտեգրե, պահպանելով իր արմատները, իր մշակույթը եւ ադորամար նաեւ հարկված, որովհետեւ թե հայկականը պահելով լավ քաղաքացիներ են հանրապետության զավակները, ինչպես գսեն։ Մենք մեզ ճանցնելու երբեմն խնդիր ունենք։ Խոսքը միայն եկեղեցվո մասին չէ, բայց այս բարակային խոսենք եկեղեցվո մասին։ Մեր յուրահատկությունը, մեր կրոնքի տարբերությունը գաթողիկներու հետ, այնքան որ մինչև Պապը եկավ որպես օգտագնաց Հայաստան, ոչ որպես ինչպես մյուս երկրներու ճամփորդությունները իր բادرակը մատուցանի գաթողիկի համայնքներու ներկայությամբ, այլ որպես օգտավոր եկավ առաջին քրիստոնյա պետություն։ Սա մեծ ցնցում պետք է առաջացնել, բայց երևի մենք չունենք այդ զենքերը կարողական, որովհետեւ բոլորին մեր ուժը, մեր հմայքը ներկայացնենք։ Ինչ կսեք այս առումով, ինչպես ոչ թե միայն եկեղեցին աշխատի, որովհետեւ եկեղեցու խնդիր չէ միայն, այլ բոլորս աշխատենք, որ եկեղեցին իր ճիշտ դիմակիցով ներկայանա հայ եկեղեցին։ Ուրեմն գիսեմ ձեր մտահոգությունը եւ ես նորեն տամին նախքին իմ արտահայտությանս պետք է ժամանակակից լան մեր հաստատությունները ան ինչ որ 50 տարի առաջ Լիբանանի մեջ կամ Բաղդադի մեջ շատ հաջող ցելներ էր 50 տարի մեջ Փարիզի մեջ կամ Բալանսի մեջ անպայման հաջող չլինարել եկեղեցին միան թաղում լսակ մդրության կետրոն չէ եկեղեցին պետք է ապրող կետրոն է հայ համայնքին եւ եկեղեցին զորանա որքան որ զորավոր են իր անդամները եկեղեցին երդասարտանա որքան որ երդասարտ է իր անդամները եւ եկեղեցին պետք է ամեն ժամանակակից արտիացած միջոցները օգտագործե նաեւ աշխուժ միշտ հաստատությունները եւ ուսեմ եկեղեցին նաեւ միշտ հայկական ազգային հաստատությունները որովհետեւ գնան հայկական ինքնություն բանություն մշակույթը ներկայությունը հրամցնել Ֆրանսիայի ժողովրդին։ Օրինակ ունեմ քեզի։ Միջև 3 տարի առաջ որ ես Ֆրանսիայի գա, Ֆրանսիայի դեմ գայքետ չուներ։ Գնաք երևակայել 2015 թվին Ֆրանսիայի մեջ գայքետ չկա հայ եկեղեցու։ Չեն ակլիկներ դեստան ինչ այլություն։ Չունենք ի ցանկ, այսինքն մեյլերու ցանկ։ Պետք է նամակներով խորքվել բաներ։ Շատ բարձ Գազեմ 70-80 հոգի իմեյլ կար։ Երևակայեցեք այս ժամանակակից միջոցներ, որոնք 50 տարի առաջ արդեն մարդիկ սկսած են գործածել, մենք որ ժամանակ ենք Ամերիկա 1984-ին, արդեն կոմպյուտեր կար, ինտերնետ ունենք մենք։ Դեռ չկա, այս ծևերը թիվ 1 պետք է որտեղ կլվին մեր հաստատությունները կողմեն, որով ասի 1940 Բաղդադ չէ, 2000 մեր երասատները ամենար իրենց մոբայլներով իրենց լուրեր հոստային արնեն։ Այլևս չեն նստիր ալ նահար սուրճ խմել եւ գարտան, այլ անցած է։ Բան մետրոյի մեջ ասան գարտան վերջնան լուրերը։ Եթե մենք հոստ չգտնենք իրենց, չմիանանք իրենց հոստել, մենք գործված ենք, ոչ թե իրենք։ Մենք իրենց կարնեզի մեջ գետ մեջ չենք այլևս։ Եվ ասի պետք ենք։ Հիմա հոստել նորեն մի սեքսի բազան դրամի լույթ բերավ։
Ասոնք ներու համար 21-րդ տարում մեջ պետք է բյուջեն որ դարբեր է 1945 Բաղդադ կամ Հալեբ։ Ասոնք այսօր թե Ֆրանսիա մեջ kids internet ծախս է։ Եթե ուզեմ անանք էկրան եւ այլն որովհետեւ live broadcast անեմ իմ դասախոսություններս ծախս է։ Եթե ուզեմ սիմպլ բերեմ ծախս է։ Երևաբար մեր եկեղեցին, մեր ժողովուրդը, մեր ազգային հաստատությունները պետք է upgrade, պետք է հասկանան, որ եթե ուզենք մեր ժողովուրդը բարենք, մանավանդ երկրորդ, երրորդ, չորրորդ սերունդ, պետք է իրենց ժամանակագից միջոցները օգտագործենք, բայց մեր գեղեցիկ տանգակին ավանդությունը այդ ժամանակագից խորհուրդներով իրենց փոխանցել։ Թե ոչ խորանեն կարոզել ուր որ եկեցի ժողովրդին 300 հալեպցի կամ հայաստանցի նորեկներ են, շատ բան մի չգնացներ, անոնց մի օգնես, պարկ աստուծո, անոնք լավ են, կարևոր են, բայց նորենք սեն Փարիզի մեջ իբր 150,000 հայ կա։ Մենք ուրախանանք, որ ամեն գիրակի մայրդաջար 152 հոգի գլա, շատ ուրախ գլանք, բայց թե մտածես 150,000 պետք է հարցնենք ինչու չկանան։ Առաջնորդ Սրբազանին եւ Տեմի օրագարկի հիմնական կետերը որոնք են արդյոք ներքին գազམ་ակերպության մեջ կյանքի մեջ եկեղեցվում կան ժողովներ, որոնք կճշտեն եկող 1, 2, 3 տարվա առաջնահերթությունները եւ եթե այդպես է, որոնք են այդ առաջնահերթությունները։ 3-4 տարի ոչ, մենք ամեն տարի կապից տարվա թեման ընտրենք, որ նա շեշտը կարիք տարվա մեր ալակերություններու մեջ։ Բայց ատի առաջ մենք հիմա ձանրապենված ենք շատ ուրիշ վարչական եւ ծրագրական դժվարություններով։ Մենք որ թեմ գսենք այսօր Ֆրանսիայի թեմ, պետք է հստակ այլևս հայտարարվի, որ թեմի մեջ 24-25 ծուխ կա, բայց այս ծուխերեն գեսը իրենց յուրահատուկ գանակություն ունի։ Այսինքն ենթակա չեն թեմին։ Անուղագից ով ենթակա, այսինքն մարդիկը գահարկեն Սրբազանի իշխանությունը, հայրավետ վեհապարի իշխանությունը, թեմ որպես թեմական կենտրոն, բայց եթե դա պրեֆեկտյուր ոստիկանությանքով իրենց օրենքներ, իրենց յուրահատուկ օրենքներն են։ Այսինքն խոսքը օրենսդրական հարցի մասին է, թե ենթակայության հարցի մասին է։ Օրենսդրական նաև ենթակա է, չէ, այսինքն դերարներ կան, քահանաներ կան, որոնք կսեն Սրբազանը կամ թեմի ինչ ուզե թող որոշե, ես իմ ուզածով գնեմ, այսինքն ենթարկվելու խնդիր կա։ Եթե քահանան փոխես ձղական խորհրդի անդրադառնալով անեն այո կսեմ։ Քահանաները արդեն մենք ամեն քսալ մեր ջավանանների մեջ 7 տարի վարժված ենք, որ սրագավակը հարկե քահանային, քահանան Սրբազանը հայրավետին։ Եվ այդ շղթայի մեջ խախտումը չկա, փակոչ։ Մեր ամեն քահանաները, ամեն վարդապետները, ես ներերան մեջ են մեկ բանակ ունենք, իրապես մեկ ջագատ ունենք։ Մենք տարեր առաջ մի քանի կաթողիկոս ունենք միաժամանակ։ Այդ երևույթը չկա։ Այո, չկա, ֆրանսիացի չկա։ Իրապես շատ ուրախ եմ վարդեմ, այս օգտագործեմ շարքին հայտնել իմ եղբայր քահանաներուն իրապես հիանալի կորձ են, որ կան ոմանք դժվարի միջակի մեջ։ Եվ պետք է սեպքոնի իմ գոմես, ես իմ գրասենյակես, գտեսնամ գտի դեմ աս ամեն 25-26 կաներ որպես մեկ բանակ, մեկ ճակատ, և իրապես մեկ ենք, այսինքն իրար տելեֆոներով խոսի, մոտ մդերմիկ հարաբերություն կա։ Բայց սածս հիմամ, գվորոշենք, թեմը գվորոշ է, որ բինենք ուխտակրասյուն թեմ Երուսաղեմ։ Եվ ամներ գահվակենք։ Ես Երուսաղեմ գերտամ, նա ուրիշ շուտ մեկած է։ Ասինչ անդրամետ ասինչ զուխին, դաստին օգտավակած է, պերած է։ Էքսեմ բարոն X։ Եղավ մենք 3 ամիս հայտարարենք, որ բիդենք օգտակրասություն, լուր չունենք, կամ այո սպազան, բայց մենք մեր խումբի հետ եկանք։ Գտեսնակ զուխը որոշած է, իրենք զան օգտակրասություն բիդնեն։ Այսի բայց օրինակ մնեն։ Կամ գսենք հալեմի օգնություն։ Ցավալի վիճակն է, չէ, հալեմ ինչացավ։ Միջև անվիճակը ցավալի է, գաղոտենք ուսան ավելի պարկավաչ ադանցյանին տրնանք։ Ես գոչերի, ամիջավես, շատ սպազատ խոսեց, այո գոչերի, կապչուներ ասի, որ ես անցամ, եսի որ պետք է օգնենք հալեմի ժողովուրդը։ Մի քանի ծուխեր ընդարաչեցին ոչս և վրգեցին, չեկեր, շանս սպազային վրգեցին։ Մի քանի ծուխեր կամ պամնաչրին, քահանային ծավ սրբազան չեն ուզեր, որ
վիճակը դժվար է, ոստեղ չեմ ուզել կամ հավաքել։ Ընդունելի է, գրնա դժվար է, մի քանի հատ իրենց արին։ Իրենք որոշեցին։ Այսինքն ճնողները ոչ թե խուսափելու, այսինքն չընտարգվելու խնդիր է, չկարողացան անել, դա ուրիշ խնդիր է։ Բայց գնային իրենք, ասենք թե զոխական ադրաբեդը գնալ կանչել սրբազան անանք է վիճակը, բայց ոչ, բալասանը բանը չեղավ, չեղավ, ոչ քոնե արձագանքներ այդ գոչումը, դες այդ գոչը, փորձեին չես գրել, դες նամ վիճան ինչպես է, չէ։ Նորեն գսեմ, հարց չունին, խնդիր չկա, բայց խնդիր ան է, որ եթե դաս իրենց կով է, և ես բարեցես կսեք ես սրբազան, մեր օրենքներ ասոնք են խետեկտյուրիկով, անանք է վիճակը, դուք մեր կնքու վրա մեր առաջնորդն եք, բայց ասե, հիմա ադի ինձ համար մարդահրավերն է, որ ասի շատ հազվադեպ վիճակն է, ասինեն ուր բերության աչքին մենք հիմա այլևս թեմ չենք, մենք 24 ասոսիացիոն կուլտուրներ ենք, համավասար ասոսիացիոն կուլտուր 24 հատ, և ունենք մեկ հատար որն է l'asociation des associations, ասին անանք վերտիկալ իշխանությունը չկա, բերության անք աշկերու մեջ։ Իսկ կարելի է սրբակրել այս վիճակը։ Պետք է մտածենք ինչ է ամեն լավակույն, ասինքն կաթոլիկները մեկ ասոսիացիոն ունին և ջուրեր ունին։ Հիմա դի մեր բազմական ավանդական օրթոդոքս կաթոլիկ եկեղեցու համագարտն է։ Անադերը որ թեմական խորհրդի և առաջնորդի իշխանությունը գնաս գերես դիորեն գործածել։ Բայց որ դու գնես որ ասոսիացիոններ և համահավասար լավ ինչ ասոսիացիոններ, անադեն բացի քեզի հարկել են և բարի հավատացյալ հայ ժողովուրդը դալը որ մենք ենք, մարդիկ գնամ քեզ են մենք զատ ասոսիացիոն մենենք սպազան։ Հիմա չեմ ուզել ասի բազվես մեկ դժվարությունը որ մենք ունենք Բայց դուք կնշեք այս դժվարությունը, որովհետև առնչված է կամ կպախիկ այնպիսի հարցերու, որոնք ձեր ծրագիրներուն առջև պատնեշ կհանդիսանան, թե բարձրապես ընդհանրապես խնդիրն է, որ պետք է լուծել։ Կդարացնե մեր միությունը, սիրելի վարդան, հիմա օրինակ համար, և որ 24 տեմ, 25 տեմ, չէ, մեր ավանդական համագար քանակը որ ծուխերը թեմին օգնեն, ամեն ծուխ թեմին կումանուր է, որև թեմը ժողովուրդ չունի, թեմը գրանցված ժողովուրդ թեմ ունի իր մարդաճարը, իր առաջնորդը, իր կասենյակը, ունի ծուխեր ունին, և որ ես ամերգա գծարայի, մեր ծուխը 20 դար առաջ թեմին գրգեր $72,000 դարեգան, և մենք 56-58 ծուխ էինք։ Որպեսի այս թեմը ապրի։ Թեմը իր գարկին քիրքեր գրադարագեր, դեպեդեներ, ծրակիրներ գներ, ժողովներ գներ, ամեն թեմը գետրոններ, թեմը ուղեղներ, թեմը դուդներ, հիմա հոստեղ մենք ունենք ձուխեր, որ չեմ վճարեր։ Նորեն ննակսել թենջերը տրամփ չունին, այո, դնչունին, բայց կոնե կումանը գնան դար, օգնելու համար մայրի գեցին առաջնորդարանը։ Հիմա, և որ իրենք գրանցված են որպես թեմի անդամ, իրենք նաև խոստում են, որ դարեգան կումանում իդան թեմին, որ թեմը գնա ապրիլ։ Հիմա մենք վիճակի մեջ ենք, որ թեմի բուջեն նրանք պետք է ենք, նգադյաներով, որ աս 8-10 զուխերը չվճարեն, իչը օրենք իրենց վիճակը շտկրվի։ Եվ անադեն ինձ ադին շվարդորև, ես կուզեմ ծրակիրներ եմ երդասարտական, դաստիրակչական, հրադարակչական, և աս ամեն բանրար տրամի պետք ունին։ Եթե ես չգիտնամ դարեգան որքան միտկա թեմի մեջ, ես չեմ ունեն ասպանել ծրակրեմ։ Նիսի վիճակը ինչպիսին է, որտև մեր համայնքը գիտե որ պարտություններ եղան նախորդ տարիներու ընթացքին, արդյոք հարթված է, որտև այլևս աղմուկ չենք լսեր։ Հատուկ օրհնություններ մեր նիսի ժողովրդին շատ հբարդն, երկու կողմերը, ինչ որ հավատարիմ մնաց մեր թեմին և մարատորոշ պեչ միազնին, և անոնք, որոնք համացայն չեն մի քանի գետերու վրա, երկու հատնան մեր զավակներն են, առաջի օրեն իմ մոդությունս եղավ, և որ ես նոր ընդրված է առաջնորդ, առաջի թեմական ժողովի որ մասնակցեցա, եկեղեցին չի վրնդեր իր զավակները թադարաններով։ Եկեղեցին գանչե զավակներ խոսի էդերնին, համացայնի էդերնին, և ադի մոդեցունս ավեսելակացինիս երկու կողմերու հետ խոսեցան և սկսանք երկխոսության ընթացքը, ուրախ եմ լսելու իրենք միշտ կողմի մեր զավակները որոշեցին, որ կուզեն ետ դառնալ։
Այլևս ասպարակված վիճակը չեն ուզել շարունակել։ Ետ դառնալ ինչի։ Թեմի։ Ուրեմն թեմի իրենք 7-8 դասարի առաջ թեմի գարակրության, թեմի առաջնորդի հագարակ գեցած են։ Եվ անորում այդ թեմի առաջնորդը ստիպված դիմաց է Վեհաբար Հայրաբեդին, որ ասոնց հերացն է իրեցին, կամ իրենց բաշտոնեն հան է, որպես ծխական խորհուրդ։ Եվ ադեղած է թուն պատճառ ասամեն բարակդում են։ Այսինքն այս բոլոր խնդիրները ի վերջո հասան նույն այն կետին, ինչ որ կար 10 տարի առաջ։ Բայց դեպքեր եղան, որոնք մարդոց մղեցին մտածեն, անդրադառնալ ծավալի բարակդում եղավ, բզդի քաղաքի մեջ երկու բادرակներ գլային, ոստեր 30-50-ի, վեճը rapprochement եղավ մարդիկ, սավերակ խոսակցիլ, կես վերքեր անանք մեն չեն պուշվիր, ժամանակ գանել, վեճը նաև տրտաբաջաններ գային, անցեր գային, որ օնեին, լահոքեորը լաշխարական, որ այլևս ոն չեն։ Ոմանք դեր գան, երկու գոմեն ասեմ կեզի, որ մեր ընգունտիներ կինան, երկու գոմեն մարդիկ կան, որ գուզեն ասպարակված վիճակ շարունակվի։ Գամ իրենք անձնական հարցեր ունին իրարու թեմ, գամ իրենք ավելի հանգիստ կգան, որ ես աս կողմ եմ, ան կողմն է։ Առողջ մոտեցումը չէ, բայց երկու կողմերի մեջ անանք անհատներ կան։ Բայց մեծ ամասություն հիմա գնամ ասել, իրավես սոհեմ առողջամիտ մարդիկ են, որոնք որոշած են պետք է ետ տանանք և մեկ իգերցին անք։ Գուսամ մեքանի ամիս են, եթե զադիգին ինձ հրավիրեք, գուսամ ավելի հստակ, լուրերգուդամ նույնիսկ դերևս կնամ սել զադիգի բադարակը նիսկն եմ, միացած իգերեցի մեջ։ Սրպազան, Վալանսի ռոմանի մեջ նաև որոշ շարժում կա, տրական շարժում, այդ մասին բիդի խնդրեմ երկու բարով։ Այո, սիրով, նախ վրանց շատ առողջ համայնք ունին, շատ աշխույժ, նույնքան աշխույժ եւ առողջ քահանա ունին դերանտրանիկը։ Վերջերս այցելեցի մոնդել իրենց հրավերով, որովհետև իրենց ամյակներ, ինչպես նաև հայ մշակույթի հայդունի վերանորոգման առիթով ես եւ Դիգն Հրանուշ ունեինք, Արիտ մեղավ, կացեմ երորդ ակնաներ, ավելի մոդերն ծանոթանամ համայնքին։ Ոներեն շատ ուրախ դուրեր են, մեկ համայնք բուզոր դրոց վար, համերա դրոց վարա։ Եվ աշուշ թև ունեցուն իրենց հետ մենք, որպես առաջնորդ, ժողովները ռինք շինարական անսախումպի հետ, ժողովները ռինք ծխական խորհրդի և կահանայի հետ, ուրախ եմ սելու ասպարակային, մեր նախին առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զախարյանը հիանալի դեր կխաղա, որ եւ իրենց քաչալերելու եւ ֆինանսական միջոցներ կդալու, որոնց համար երախտաբար ենք սրբազան հոր դեմ քարտերվեցավ դրոցին աչաբատավերջին եւ տրավահավաքը սկսավ պաշտոնական մեծ գումար պետք է ճիշտ մանրամասները չեմ ուզել չէ որովհետեւ ստակ չէ մտքից մեջ բայց մի փորձենք ամենքսը ամենուս դրոցն է Իշխանին միացավ արտուլոցը իրականություն տանա մի քանի ամիսեն թե ոչ դարիեմ եւ այլն։ Իսկ ռոմանը որ բալանսի մոդ է, այնքան աջած է համայնքը, մեծած համայնքը, որ ինձ դիվեցին ուզենք ծուխնանք։ Եվ այս արդեն 3 տարի երտամուկան ոմանք։ Եվ եկեղեցին նորագարույց եկեղեցի է։ Գատույր եկեղեցի է, որ հայեր արած են, նորոգած են եւ եկեղեցին ցածր 90 տարվա համար Արնոդյուն դվածեր գործածելու, ուրեմն վերջը ոնդը նշանակեցին հովիմ իրենց համացանությամբ, որ ամիս անգամ ոն բադարակ են հայրևս ռոմանի մեջ, և շատ խանդավար վիճակն է, կացին մենք ոնդեղ բադարակ լինել հայեցինք իրենց հովիվը։ Սրպազան, Պարիզի մեջ եկեղեցու կառույցներից կա գրատարանը։ Բաց է այս գրատարանը ժողովրդին։ Այո, ասկատան բաց է, իրենք իրենց կայքեչ ունին, ընդհանրապես երուք է բերջու կան, չեմ դևտիացրեք ինձ ինչու համար, բայց դնորենը և հայջիրայրը որ պան է էմերիտուս նախակահն է և դնորեն նկրատարանին, ժամ երուքին կան, երուք է միջև 6-7 բաց է, իսկ ուրիշ ժամերուն կայքեչ կա, գնակ իմելով կայքեչով կատնվի։ Պարզապես հարցը գուղեմ, որովհետև ժողովուրդը կամ ժողովրդի մեկ կարևոր հատվածը գենթատրեմ, դեղյակ չէ նույնիսկ, որ գրատարան կա եւ կարելի այցելել, քիրքեր տերևս վերցնել։ Այո։ Տերևս
մենք մեր միջոցով ավելի շեշտ մտնենք, ես մի քանի անգամ մեր թերթիկի մեջ գրեցինք, բայց կարժե ճիշտ է, կարժե դեռևս մեր գայքեչի վրա մեր թերթիկի մեջ անգամ ես հիշեցնենք, որ գա եւ ամեն օր բաց է ժամ 2-ը մինչեւ 6, ով որ ուզե գնակալ, ասեմ գուքան քիդնականներ կամ աշակերտներ, որոնք հերազուրներ բաներ գնեն, որ անգամ իմերով գտնեն, գուքան, որը շատ լավ հավաքածու ունենք, ծրագիրներ ունենք, շատ մեծ տիվով հնադիպ գիրքեր ունենք եւ այշուշտ ժամանակակից կամ նոր հրատարակություններ։ Այսինքն կարժի նույնիսկ որ հայկական վարժարաններեն այցելությունը լավ որպեսի երեխաները տեսնեն։ Դերս նավակ ողջեմ դրոստերում մեկ հրավիրենք իրենց։ Այո, իսկ եկեղեցի հաճախելու սովորությունը, հիմա գրախանութը կամ գրատարանը հատուկ նաև գրախանութի ծրագիր ունիք։ Այո, նոր առաջին ամենալով մենք նզդիկ բան ունենք Մագդաձար կաթեդրալի կողը, խաչեր բաներ ծախենք, մենք մագուզենք շվավերի ընդարձակացներ ադի, գրախանութ մնենք, հոգևոր գրախանութ, սուվենիր կամ բուտիկ։ Այսինքն Ժան Գուժոնի մեջ։ Այո, Ժան Գուժոնի աբագի սենյակը որ դա, ադոր մեջը միլա գրախանութը, մի ծախենք հայկական գիրքեր կամ հայերու մասին, ֆրանսերով, անգլերենով գիրքեր, Եվրոպայի մեջ հիմա այլևս գոյություն չունի անանք ֆիզիկավես գրախանութը, Աշուսանվելյանները նային, մեծ կետրոններ, բայց մենք այսինք կանոր ժողովուրդը միշտ որ Ֆրանսիայով կա առաջնորդարան գայցել են, կոր հոնդեր տնենք մի քանի գիրքեր, մի քանի խաչեր եւ այն պատկերներ եւ նույն այդ գրախանութի բլակեչ մտնեն, հա, կոմերսանտ ու մարտիկներն բլակեչին արկնել եւ անեն։ Մեկ թողչլա չհամարվի իմ այս խոսքս, բայց Հիսուս շատ լավ մարքեթինգի ասենք մտածող էր եւ գործադրող էր։ Ինչ քարոզչական նոր ծևեր պետք է որտեքրել հետեւյալ հարցը լուծելու։ Ի վերջո ժողովուրդը քրիստոնյա է, իհարկե հոգու մեջ, Աստծո հետ առանցին հարաբերության մեջ եւ դարբեր տեղեր, որտեղ երկու հոգի խոսին Հիսուսի Քրիստոսի եւ Աստծո անունով, այդտեղ եկեղեցի է, ըստ քրիստոնեության։ Սակայն եկեղեցին ունի նաեւ հաստատութենական իմաստ եւ այդ կառույցի մեջ պետք է հավաքվին հավատացյալները։ Դուք նշեցիք, երբ 150-200 հոգի լա կհրջվի քահանան կամ սրբազանը, որտեղ լավ տիվ է, բայց մենք 150,000 ենք տվյալ դարածքի մեջ։ Ինչն էլ, ինչու եւ ինչպես ինչով հրաբուրել հավատացյալը կամ գիսա հավատացյալը, եթե այդպիսի բառ կարելի է գործածել, որին մտածե, որ եկեղեցու մեջ ես այնպիսի ապրումներ կարող եմ ունենալ, որ ոչ մեկտեղ կրնամ ունենալ, որպեսի իմանա, որ Աստծո հետ կարելի իսկապես շփվել, այդ հասկացողությունը ինձ համար անծանոթ է, բայց քանի սրբազանը գսե, որ այսօրը դու պիտի կարողանաս խոսել Աստծո հետ, ես պիտի միջնորդ դառնամ ծեր միջև, երթամ մեկա տեսնեմ ինչ է սրբազանի առաջարկը, որն է ծևը մարդկանց մղելու, թեկուզ առաջին անգամը լալով, կամ 10 տարի հետո առաջին անգամը լալով կրկին ոտք տնել եկեղեցին։ 3-4 գերերգան, մեկ նորեն գսեմ, եկեղեցին պետք է ժամանակագիծը լա, մեր ձեսը 800 դարվա բաղնություն ունի, 1200 բադասված ձես մնե, հիանալի պան մնե, ածեսին պետք չէ թպչիլ, սրբություն մնե, որ մենք ունենք։ Բայց եկեղեցի միան այդ ձեսը չէ, ինչու չէ եկեղեցի տրները բացվին, երևոները, երդասաններ կան, մոմը վարեն, կիրեց երաշտում երևեն գլա, կամ ջաշի ժամանակ մամեր ուիթիի մեջ շատ երասաններ են հայ որ գաբին, թուներ բանանք, երաշտում ոնդևել, լավ ու կամարտին մոմավարարդում գլեն, աղոտին դենան։ Բայց դու դվեք ես հարցեցեցի դա, կանի դու կսեք ինչու չէ, ես ես հարցետամ ինչու չէ, ինչու չի պատահի։ Միջև գրամսե շաբատ բարաչ անգարելի եմելը, որովհետև բարզ աբահովական միջոցներ չունենք, կամերաներ չունենք, ասին նշանակ է, որ մեկ երեցի տուր մանակ, պետք է մի ֆիզիկավես ոնդստեր, որ ամեն չգրնալն Երեք մարդիկ գմնան գլոցեն, կոնան, ինչն եմ։ Հերևապար մենք երկու դարի հերաբնտեցին կարգավետարանյային և ուրա խպսելու անցյա շաբատ վերջացավ։ Մաքսիմավելի մոդերն շենք մունինք, ամեն անգիրեն կամերաներ կան, որ կնգարեն ամեն մուտք երկ և համարերին, գրասենյագին, եկեղեցին, սրահին։
Հիմա քրասերը մեջ նստող ոյեբ բաշտունյան նայեց լա հարկիկորը դերուսիկը կամ կարդողարը էկրանի վրա գնան նայել ով գնա արաբին ևս ինչ որ ասպաներ գնան 21 որ գանձն գարցանակրվի կոմպյուտերի մեջ ասված մի արասեպաններով գնանք տանալ և տիրենք ասպաները նաև թուրը պանալու և կոցելու հարց մունար և որ մենք ու կարտուրը դոբոված է պետք է կարդողարը մեր խերջ կրիկորենար միջը դուրս ֆիզիկապես թուրը պանալ որ մարդին ներս մնային սպասել անոնք թուրը դոբե հետ տանա հիմա Բրանք 20-րդ դարը, ոչ 20-րդ, հիմա գնանք բոժակ նսխ մենք և թուրը կպացվի մարդ գնանա էկրանի մեջ մինայինք ով է, հայ է, կամ ծանոտ նստես կմնա հիմա գնանք անանք պամներ, երաշտություն մտնել, հոգևոր երաշտություն Բայց սա Հովանես Մգրդիչ տաճարի կամ եկեղեցու մասին է Իսկ մենք կանի եկեղեցու ունենք և բոլորի մասին խոսենք Նորեն նույն գետիք տարան տեսակ գամ պետք է հոգևոր հովիվը իր կորձից կերտահոն նստի եկեցի մեջ նստի որով սրբություններ ունենք մենք հաղորդություն կա, սգի կա, խաչ կա ոսկերեն պանին կան ոսկերներ մոցիր մեր ծերակիներ կան, ժաղակիպներ կան, պաներ կան գամ հովի պետք է հոն նստի գամ պետք է բուջեի մեջ տրվի դարին 20,000-30,000 որոն데 բաշյուրյամ է նստի Ամերիկայի մեր արևելյան թեմ անանք է բաշյուրյամը տուրը նստի նույնից երակ մացադրեք եզի պաներ Կամ էլեկտրոնիկ ծեմը մի ստեղծենք, որ ավահով է լաչենքը, գրասիվյակը մարդիկ գնային, և ես կացեմ երորդ ծևը ամենավահով ծևն է, և ամենատիրուն ծևն է, և ոչ գնեմ ինչ սորրած եմ ներկահանաներում, որ անանք միջոց ստեղծեն։ Ովքեր են այս բարակային սրբազանի կողքին, այլ դեղեր կահանաներու կողքին, այն հավատացյալ Երբեմն ոչ հավատացյալ, որովհետև եկեք ասենք, մեր ժողովրդի մեջ կա սովորություն, որ սովորական ազգայիններ, որոնք կապված են եկեղեցուն որպես ազգային կառույց, կան իրենց ծառայությունը կմատուցանեն, ոմանք ինչու՞ չէ նաև հեղինակություն շահելու համար, որովհետև այդտեղ կդառնան տաղական եւ տաղապետ, չեմ խոսիր տաղապետի գինի վեբի մասին, բայց այս բոլորը այսօր նաև ինչ որտեղ մեր իրականության մեջ կա։ Ինչպես կընդրվին այս մարդիկ, ինչն է որ կխրախուսես իրենք եւ ինչու՞ չէ նորեր կան, որովհետեւ այդ ծերն շատ արդիականացում ապահովեն թեկուզ դեղական ծուխերու մեջ։ Հիմա համակարգը անանք է որ ամեն դրանու անդամ, այսինքն հայմը, որ նվիրդված է հայ եկեղեցու անդամ է։ Եվ ամեն իրավունքները դրայել է եկեղեցին։ Բայց որից հայկական այ եկեղեցու համակարգի մեջ, ուրիշ խոսքով ասոցիացիոն կուլտուրերի մեջ մտնաս, պետք է դրանու անդամնաս, դուրք տաս։ Եվ այդ դուրքը դարեկան ժողովը գորոշե, անմարտուկա գորոշեն։ Եվ այդ դուրքը երկրում ոչ թե միայն եկեղեցու անդամ ես, այն ասոցիացիոն կուլտուրերի անդամ ես, ծավալիվ գնաս ընդրես և ընդրվիս որպես պաշտոնյան։ Եվ այդ ժողովը դարին անդամ գնան, իրենք ուկան, ժամուժան մեջ, ինքավեցար անդամ, անթողոր ուկա, նստի և ընդրեն իրենց ներգացիչ ծխական խորուրդը։ Ազգական խորհուրդը կանայեն միասին կաշային ամբողջ դարվանդացին ծրագիրները իրագործել։ Նույնպես Վալանս, նույնպես Մարսեյ, նույնպես Սանտ-Էտիեն։ Բայց ուրիշ ծև մնար կարելի է ստեղծել, որ ես նոր սկսա, դեռ շատ չեն հրատարակած, ոչ որ լեզամի դարաշնորհ տարան։ Սա մարդի որ ամեն գալի եկեղեցի մեջ են, այնքան բան չէ, բայց երեխան ազգային հաստատություն է եկեղեցին։ Այս լեզամի դարաշնորհը ասոցիացիոն կուլտուրել դրինք, որովհետեւ հայկական ծրագիրներ գաբած թեմի հետ հետապնդել։ Մարդիկ կան, որ իմիգրացիոնի հարցերն ամիջած եկեղեցու կան, ծեմը չունի կենսորդերում։ Պիտի փորձենք ասոցիացիոն կուլտուրելի միջոցով ալոկաներ, պաստապաներ աբողեր, շաբաթը 4 ժամ, 2 ժամ, և ասհայն ագնվորելած են Բաղդադեն, Հարևեն, Հայաստանեն, իրենց հրաբերկսերի ասի չոչոյ շապտորը գեջ ժամ, ծրի աբողայդքորը խորուրդ արեք, երեք որքան օգուտ դնալի, որեք աստեմա, անալ ծրակիներներու համար, ասոցիացիոն կուլտուրեր ստեղծեցինք, լեզամի դարաշնորհտանան, ասոր համարակ շատ ավելի դիրուն են։ Այսօր 300 եվրո դա անդամ գնա, և իրավունք ունիկա, դեպետալու խոսելու երկու ժողով գնեն, դարվա սկիզբը գնա ժողովը,
ծրագիրները որոշելու եւ դառնալ վերջը սպասան ռիպորտ բիդա ինչ ռիպորտ ծախսվեցավ ինչավ ուրեմն եթե հրակերկրված է ես ոչ կգնաս լեզամի առաջորդային բարեկամներ ցածր դիսկուսի նոր ով որը հայրոზე միշտ ոչ հայրոზე օգնել հայրան ծրագիրները ասկրախանութ որոցեցի լեզամին բիդրեն ֆեստիվալը որ փորձել լեզամին բիդրեն Ինչ ֆեստիվալի մասին է Աչենք չեմ ասացել բայց սենց մարիտ դերս ժողովրդի ներկայելու ուրիշ ծեմ ես կարծեմ հրապարակավ նշել եւ դոնել մեր ինքնությունը, մեր նշանույթը։ Հրապարտիմեցին կակավելին եւ կակավելը դունեց ժան ու ժոնը պիտի պարենք եւ բրաններով պիտի ստեղծենք փոքր Հայաստանով, Ֆրանսիայի Փարիզի մեջ։ Կոնդը Միլան, Հայլան գերագուներ ճաշեր, Հայլան քիրքեր բիվաճագին, կոնյա, գինի, դա մի հարաբերենք Հայլան բարախումբեր, երկչախումբեր, երկիչներ եւ փոխեցին մասը բաց միլա, որ ժողովուրդ բարե, շուչ բարի հայրեն։ Երբ տեղի պիտի ունենա։ Հիմա թվականը քաղաքավարանը ավալվեց նախավերջի գիրագին հունիսին։ Հունիս ջուան։ Ինչ որ թվականը, բայց մենք մի հայդարար ենք անշուշտ, ռեստորան ոստիկանության հետ կապի մեջ ենք, որ ավալվենք ավալակությունը ընթացքի միլագին, Pemne bilirler, yerkiç bilirler. Anşuskis ve geragor bilirler. Badarakov bilirsin. Beş Badarakov, Taborov tuş belank. Yev aslilik yergileç Antastan bilirler. Çok saygılar bilirler. Poğatsimeç Antastan. Aygadan Yevetsan Barazderov. Hadi yeveç festival parts bilirler. Ha yergiç Aybarakov bilirler. Restoranlar adımlarım kadrandiler. Bizim müzik sahanları var şu bir dakika güzel hayran panel başarı Այսինքն Կիրակի կեսօրե վերջի։ Կիրակի կեսօրե վերջի ժամանակ մի չեմ վերջիոն անտամիլա հայկական փառատոն միլիսենք Street Festival Անգլիայի չանաչորեր Ամերիկայի չանաչորեր ուսամ ուսանչորեր դեր սալիժամ գնակահոնդեն live broadcast Ինչու՞ չէ այն ժամանակ պետք է որ մենք ժամը 14-ին վերջ նաև սկսենք Սրբազաններ, մենք նշмарեցինք, որ քիչ առաջ արդեն նշեցիք, որ Երուսաղեմ կացիք, ուրիշ եկեղեցի են, ուրիշ ծուխենալ եկած էին խումբներ, կնշանակե, որ ուխտակնացություններ կան այսպես։ Ինչպես կարելի է մասնակցել, ով կրնա մասնակցել անոնց։ Գարավես ամեն հոգևորի իրավունքի կազմակերպելու իր ուխտակնացությունը, ասել հավաքելու ծուխեն, որպես հետան սրբավայրեր, գնալալ Երուսաղեմ, գնալալ Անտիաս, գնալալ Էջմիածին, Հայաստան վերջը, ես կաչարեմ անդիարավոր ման, որ ուխտակնացությունը եւ տասյարչական գոմունի, նաեւ ունի հոգևոր աճման գերացած սրբավայրերը տիպչից, կնստից, դրադածես Մեր թեմը դարինքուն երկու անգամ ուխտակնացությունն է։ Դար անգամը գործեն Երուսաղեմը դարձում երկիր։ Հիանալի է։ Նախ հզբարդ իսկաց, որ հին Երուսաղեմի մեկ կարորդը մեզիկ բադրանի, մերն է, հայգենան է։ Եվ չպատվար նախքին բադրակ գիշեմ արջումոն աչերով սավ, հույները, ասորիները, հայրավոր հազար ուխտավորներ ունան, 20 դարաշվա խոսք է, հայրը սավազիվ 10-20 ուգադար չկանդարին։ Հիմա ալի դիշան աստեց 20 դարի առաջ էր և որոշեցան որ ամեն դարի ուտակնացություն մերել։ Եվ գնենք Ֆրանսային դրանինք մարդիկ շատ լավ դաստիարակված ծրագիրն է։ Իրենց կիրքեր բրանք, նախ ուր բիայցրեն ամեն օր։ Ապա ամեն արձրած դե ուր բիայցրեն սուրբ կիրքեն սերլողություն։ Այդ վայրի մեջ ինչ եղած է, սուրբ կիրքի իշկսել, վերջ հարցում բարասան, խորհրդակցինք այդ ասվաշնչական տեպքի մասին և խոգանք այդ նույթերի մասին։ Նաև արիտնենք դա աղոտքի, աղոտեն միասին, հոգյանքիսն ենք մեր սեներու համար, ուտակնացություն շատ կարևոր է, կարևոր առաջի տարերեն, կարևոր մաս եղած է, ես վարավերկա մեջ։ Խոսեցանք երդասարտներու մասին, ավարտենք երդասարտներով, որտև ի վերջո աբական պետք է նայենք։ Ինչ դաստիարակչական
քրիստոնեական, այդպես կոչվի կատեխիզմը մեր մոտ, քրիստոնեական ուսուցման դասընթացներ կան, ինչպես այդ երիտասարդները հավաքել ձեր շուրջ եւ ես վստահ եմ շատեր դայակ չեն, որ նման ծրագիրներ ունի եկեղեցին։ Ինչ կկատարվի այդտեղ։ Նախ եւ այսեմ ուրախ եմ հայտարարելու եւ ծեր միջոցով արձագանքելու, որ ամենահայց հայրավետը 2018 թիվը հրճագեց որպես երիտասարդության տարի։ Գյուզկատիլյան շուշ մեմոմենտի հայրամիագի հետ, որ բիդրշվի նաև նույն տարին։ Եվ շեշ միտրիասան փոքրավանտասին երիտասարդական ծրագիրների մասին։ Ինչ գնանքնել։ Ինչպես որսի վարչական կետի վրա մենք փորձենք կազմակերպել նամգորիզներ ամեն զուգի մեջ։ Հիմա երեք դավանտասին արդեն 7 դատեսի գորիզներ ունենք։ Մաքսել, Լիոն, Դեսին, Բոմոն, եւ ասոնք 3 տարի լարով դրանական միասին գավակվի ներկայացուցիչները եւ ասամբլեա գնենք։ Դրանական ժողովին է։ Շատ դեռ քանի հոգի գավակվի։ Անցել այդ որ Լիոներին գացի մտնասունի 80 հոգի եկածեր։ Լավ տիվի։ Հա, 7 մասնաճյուղերեն։ Եվ ասոնք իրենք ծրագիրներ գնեն։ Անցել դարի որոշեցի ուխտականացություն եւ այս դարի մայիսին երիտասարդական ուխտականացություն ունենք։ 24 հոգիով գացի, մենամ կացին Երուսաղեմ, միայն երիտասարդներ, ֆրանսիայի երիտասարդներ։ Նաև ունի ծրագիրներ ներքին, այսինքն երիտասարդներու համար Սուրբ Քրիստոսություն, գիտեմ օրինակ Դեսին անախումբ կա, Վալանս անախումբ կա, Փարիզ Ժանբուժան անախումբ կա, ունի ծրագիրներ նաև իրարու այցելելու, երթախումբ ասենք Փարիզը, Մարսեյ, Մոնպելիոն, Դեսին, որպես երիտասարդներու հետ ծանոթանան։ Հրադարակչական գործեր կան, որ մենք քահանաների հետ միասին աշխատի, որ իրենց համար պատրաստել քրիստոնեական հայերենով եւ ֆրանսերենով, ինչպես որ այս տարի երիտասարդական տարի լալով, երիտասարդության տարի, ամեն 20 մարաթոն շուրջմիածին բերտան։ Ֆրանսիայի տեղը գուսամ 100 հոգիով բերտան մարաթոն շուրջմիածին հուլիս 4-ին մինչև 8-ը Ondel bila ժով թողենք չեմ ուզեցեմ հանագում ժով բիդլա եւ հայոց հարաբերոն բիդլա եւ իսկովստերոն բիդլան եւ 4 օրվա ծրագիր բիդլա Բայց Ֆրանսիայի մեջ եւս կա բանագումի ծրագիր այո ժամանակ ծրագիր ունենք արա լեսա մի գետիկ տանք երիտասարդը ինչպես պիտի հավատի ես մտահոգ եմ ոչ մտահոգ եմ քրիստոնեականը մեկ ծեմն է ուրիշ ծեմը ուզեն բադալիներ հրադիրել 12-13 14 տարեկան եւ ավարման դասին մեկ շաբաթը դեմ անցնենք քեզ հաջի դեմ ու լողավազան գտելես կամ եւ արավոտ 3 ժամ հայ լեզու սորվին զորացնենք հայոց հավատ զորացնենք ինչպես նաև մեր ինքնությունը ասին մեր բادمությունը մեր մշակույթը իսկ այսօր վերջից խոսանք մի խաղեր Երևան դերս հայեր փոսվիլա այնամբար վիլա մենք դուք բիցորեսովի եւ աշուշ կան որ երեցական ժամայացի սուկի սեվոթյու միլանոր արաբոտ եւ քիշեր ժամերքություն բիլա ասել ուսան ասնար իրանացել Սպասան հավատացյալները գիտեն որ եկեղեցին Հիսուսի օրերեն տաճարի մեջ մարդիկ ու կային իրենց լուման գտնեին այդ պատճառով նաև այդ արագը կա որ գսե թե այդ կնոջ արագը որ ինքը իր կարելին դվավ ճունեցածը այդպես ասելու համար ճունեցածը դվավ կամ ամբողջ ունեցածը դվավ լալով աղքատ երբ ուրիշներ մեծարուստներ փոքր գումարներ կուտային նվիրատվությունը շատ կարևոր հանգամանք է թե եկեղեցու համար, թե մեր միություններու համար եւ հավատացյալները գիտեն, որ կարեւոր է։ Սակայն այսօր ծեր նշած մարդարանվերներուն դիմաց այդ մի քանի եվրոն, որ գտրվի եկեղեցու մեջ, պիտի չպավե, որովհետեւ հարցեր լուծվին։ Ինչպես անել, որ մարդիկ զգան, որ նվիրատվությունը ես վերջերս նաեւ հոգեպանիմը զրույցը լսեցի, որ կբացատրեր հիմնվելով որոշ չափով քրիստոնեական ավանդության կամ մտածելակերպի վրա, որ տալը մարդը երջանկացնի։ Ոչ թե առնելը միայն, որ երջանկություն է իհարկե ստանալը, բայց տալը ուրիշ երջանկություն կտա մարդուն, հպարտ կդարձնի մարդը։ Մենք երևի կդրված ենք այդ նվիրատվություն կատարելու
ավանդույթ են կամ քիչ կուտանք բարձրապես ցույց տալու համար կամ հոգու բարդ կատարելու առանց մտածելու որ այդ նվիրատվությունը ունի արդյունքը եւ այդ արդյունքին համար այդ սիմվոլիկ տալը բավարար չի այսօր մանավանդ որ այդ գնոջ Հիսուսի ժամանակներ ու գնոջ վիճակեն շատ ավելի լավ վիճակներ կան այսօր ինչ պետք է դել որ մեր ժողովրդին բացատրենք որ պետք է նվիրատվություն կատարել նախ եւ առաջ ուզեմ շնորհակալ ամեն անոնց որոնք օգնածերի օժանդակած են մեր եկեղեցի շարունակեն որովհետև իրավես արադացել են գունան անոնք որոնք եկեղեցի մեջ են եկեղեցին գունան եւ օգնեն բայց խնդրեմն է որ եկեղեցի մեջները մեկ լոգոսը չէ դուրս մեր հայության ինչպես որ ասենք 100,000 հայ կապարիզի մեջ բայց հայրոգին եկեղեցին երկրորդ կարևոր կետը ուզեմ շեշտել մարդ գուտա երբ որ այդ քաղաքապարախոսությունը կամ նվադակը որը մատրամ գուտա որ իրեն համար կարևոր է Հիմա եթե մենք հաջողություն ենք Ղարաբաղ, տեսենք Հայաստանի մեջ որբեր, տեսենք Արեմի վիճակը, իչնեմ, տեսենք մեր 5 միլիոն նահատակներ, անմիջապես գողոքևորգիս, որ այդ սրտիտ մոտ ծրագիրն է։ Բայց տեսեմ քեզ իջուներ, որտուն քեզ համար կարևորություն ունի, եթե դասալ հաջողով չես տար, ու դաս բազպես խնդրողի համար սրբազանները տամին դաս Եվրոպա Ինձ համար ես անոր հանցանք ես իմ վրաս կարնեմ, եկեղեցի վրա կարնեմ։ Եկեղեցին պետք է ժողովրդին ներկայացնե ինքնիզինքը որպես 21-րդ դարու առաքելությունն եւ ոչ թե բարձրապես մենք եկեղեցին շուտան ունենք, որովհետեւ եկեղեցի շենքը մնա, ոչ Adi minimum բաներ, ոնց ասեմ, որ քեշ է բիրանից։ Մենք եկեցին դրամ գունան, որ ես համոզված եմ, որ իմ զավակս պետք է քրիստոնյա մեծնա։ Եվ ոչ թե դա բուդդիստ կամ իսլամն է։ Ես եկեցի դրամ գունան, որ ուզեմ իմ զավակս հայրական ինքնությամբ հբարդելան, եւ ոչ թե ծուրված մեծնան, եւ քայեն մեծնան։ Ես եկեցի դրամ գունան, որ եկեցվո եւ քրիստոն բարեկան աճիկներ կարևոր ինձ աչքեր ես աղջիկ զավակներն ապօրիստներ չներ թռլատեր դրամսներ շերներ չներ որը հետ բարեկան աճիկներ կարևոր են ինձ համար ես եկեցին դրամ գուտամ որ եկեցին 100 տարի իվեր ցանասպանտեն միջավ այսօր իմ ազգս բացե եւ բամուս ասած մի արասը բամբլա եկեցի որ բայեմեզ եկեցի այդ մայրը որ ոչ քաղաքական գնավորում ունի, ոչ ինքնա ծառայող նվադակներ ունի, եկեցին կարոզե ազգը միասին կալ Քրիստոսի հավատքով։ Հետևաբար եկեցին պետք է շեշտն ազգերու վրա, եկեցին ով է, ինչ է, եկեցին Ժան-Գուժոն կամ Մարսեի կամ Լիոնի կաթեդրալը չէ, անոնք բազմել շենքեր են, եկեցին անոնց մեջ գազբանգերվող եւ իրակորձվող ծրագիրներն են։ Եվ այդ ծրագիրները ժողովուրդ տեսնան Բարտենիս կացեմ շատ ավելի արագացել են կունան։ Համոզված են որ բան մտա ունդեղ։ Պետք է օգնենք։ Շնորհակալություն Սրբազան Սուրբ Սնունդի արիտով ձեր այս զրույցին համար անգամ եւս կշնորհավորենք մեր ունկնդիրները Սուրբ Սնունդ եւ նոր տարին որպես այս 2018-ն լա խաղաղության, ուրախության, առողջության, երջանկության դարի բոլորին ցեզի համար եւս Սրբազան անձնապես թեմին մեր շնորհավորությունները եւ լավագույն մաղթանքները ամեն եւ շնորհակալություն Ձեզ Carte sur table. Une émission proposée par Hype FM.